Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր ազգ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն է, բարև ձեզ, պարոն Ավետիքյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Ավետիքյան, 2 օրից ապրիլի 24-ն է եւ մենք ազգովի 110 տարի անց նորից բարձրանալու ենք ցեղասպանության հուշահամալիր, տխուր, գլխիկոր, ոգեկոչելու այն մարդկանց հիշատակը, որոնք դարձան թուրքերի զոհը միայն այն բանի համար, որ իրենք հայ էին։ Բայց վերջին տարիներին մեր հայ ժողովուրդը այդ ամենը անում է միևնույն ժամանակ ունենալով հետևյալ թեզը, որ գուցե թուրքերի հետ այնուամենայնիվ հնարավոր է բարեկամություն անել։ Ուզում եմ սրան անդրադառնալ։ Այն, ինչը քարոզում է այս իշխանությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը այլընտրանք չունի, դա Հայաստանի պետականության պահպանման համար շատ կարևոր քայլ է։ Իսկապես այդպես է, թե իսկապես այլընտրանքը կա։ Ուրեմն նման նորինակ վիճակներում տարբեր երկրներ եղել են։ Մենք կարող ենք դրանցից դաս քաղել։ Այսուհանդերձ, ուրեմն մեր պարագայում, քանի որ գոյությունը, ժխտողականությունը թուրքական, ուրացումը չեմ ասում, ժխտողականություն մի քայլ ավելի է, ուրեմն եւ երկրորդ, քանի որ իրենք արդեն 32 տարի մոտ 93-ից ի վեր իրենք են փակել սահմանը, իրենք նույնիսկ փակել են սահմանը այն բանով, որ ուրեմն նախապես կար սովետական շրջանում շաբաթը 2 անգամ գնացք էր աշխատում։ Սա Ղարսի պայմանագրով է հաստատված, որը հետագայում վերականգնվել բادرազմից հետո վերականգնել է այդ պայմանը գնացքով։ Ես այդ գնացքով եկել եմ Երևան Գյումրի բանի վրայով, Ղարսի վրայով, Ղարսով եկել եմ։ Այնպես որ կանոնավոր աշխատում էր եւ նույնիսկ աշխատում էր, գիտեք ինչ, իմ 76 թվականին, որ ես այդ գնացքը նստել եմ Կարսից, ուրեմն միայն 1 հոգի կար, չէ ներողություն 2 հոգի, մեկը գախնի ոստիկան էր, որ ներկայացավ, մյուսն էլ Բաքու էր գնում, Երևանից ուզում էր Բաքու գնալ, ինչ որ ազգականներ ուներ, էլի թուրք էի։ Ուզում եմ ասել, որ թեգուզ դադարք վագոնով, ինքը գնում գալիս էր։ Այսինքն մի վիճակ, որը զրոյականի վերածվեց թուրքերի նախաձեռնությամբ, նրանք փակեցին։ Եթե իրենք բարի կամքի bon office որպես ներկայանում են ունեցող, ուրեմն պետք է առաջինը բացեն։ Այնուհետև մյուս բաները կարող են հետևել։ Այլապես այսպես կապիկություններ, երրորդ երկրի քաղաքացիներ, չգիտեմ, ես որը միջև հիմա կյանքի չի էլ կոչվում։ Ես չեմ էլ հասկանում ինչ է նշանակում երրորդ երկրի քաղաքացի։ Օրինակ ադրբեջանցիները գան Հայաստանով գնան Թուրքիա, Մարգարեի անցակետով անցնեն եւ գնան Թուրքիա։ Ահա, ուրեմն եթե երրորդը կա, երկրորդը ինչու չկա։ Երկրորդ երկրի քաղաքացիներ, բա իրենք են, մենք ենք եւ Թուրքիա։ Ասելիքս ուրեմն այստեղ երկու խոչընդոտ ունենք։ Մարդիկ իրենք չեն ընդունում, ոչ թե չեն ընդունում, ժխտում են, դրանով իսկ շարունակում են ցեղասպանությունը։ Ցեղասպանագետները միշտ ասում են, ցեղասպանության վերջին դրվագը կամ արարը դա ժխտումն է։ Եթե ժխտում է, ցեղասպանությունը շարունակվում է։ Այսպես է ընդունված ուրեմն համաշխարհային բան։ Եվ իրենք այդ շարունակում են նույն ձևով, չեն ընդունում ոչ մի բան, այսինքն ընդհակառակը ամեն ապրիլի 24-ին գիտենք Էրդողանը ուրեմն նամակ է հղում Բոլշոյայոց պատրիարքին, ցավակցական նամակ է, թե ինչ նամակ է, կամ մեկ անգամ էլ եկավ այստեղ, չէ, Նիկոլ Փաշինյանի ինչ որ նամակ էր եկել, որ այնտեղ միշտ գրում է ինքը հայ
բաները բաշի բոզուկներ չի ասում, հրոսակները հայկական եւ այլն։ Մեր վրա է գծում։ Այսինքն ոչ միայն ժխտում են, այլ նաեւ հանցանքը իրենց վրա է գցելով մեր վրա են։ Ցեղասպանությունը ժխտելու համատեքստում տեսեք այսօր ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագիծ, ըստ որի ցեղասպանությունը ժխտելը կքրեականացվի։ Այդ նախագծի մասին անոնս անելուց, հայտարարելուց հետո րոպեներ անց ազգային ժողովում մենք տեսանք ԿՊԱ-կան падգամավորների շատ վատ պահվածքը, ինչպես նրանք հարձակվեցին Հայաստան խմբակցության падգամավորների վրա, հերթական ծեծկրտուքը, քաշքշոցը ազգային ժողովում։ Արժե կապել այս երկու բաները իրար եւ ընդհանուր եթե խոսենք, պարոն Ավետիքյան, ինչ է նշանակում Հայաստանում հայերը ընդունում են օրենսդրական նախագիծ, ուզում են ընդունել օրենսդրական նախագիծ, օրենք, որ քրեականացնեն ցեղասպանության ժխտումը։ Մի քիչ հետ գնանք։ Ուրեմն ես լավ եմ հիշում, երբ ուրեմն 100-ամյակի օրերին ամիջապես առաջ երևի փետրվարին էր, չգիտեմ, լավ չեմ հիշում այդ մասը, ուրեմն Ֆրանսիայում մի օր ընդունվել էր հայոց ցեղասպանությունը, ճանաչել էին, այսինքն այնուհետև այնտեղ Ֆրանսահայությունը հաց դրեց նաև քրեական նորեն բաժել ժխտողներին, հերքողներին եւ ուրացողներին։ Այդ թոհուբոհի մեջ նաև մենք բնականաբար հանդիպում ունեինք նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ այդտեղ այդ հարցը դրեցինք։ Եվ միջև հիշում եմ իր բանը։ Ինչպես Հայաստանում մարդ կարող է լինի, որ ուրանա, ժխտի, մենք կարիք չունենք նման օրենքի, նման նախագիծեր ընդունելու եւ բանը։ Բայց արիտես որ հիմա մենք կարիք ունենք։ Ժխտողականության դեմ էր այդ ուրեմն նախաձեռնությունը կամ նախագիծը, ասենք, պետք պիտի լիներ, բայց առաջի հերթին դժբախտաբար ամոթով եմ ասում, դա ուղղված է հայանուն ժխտողների դեմ։ Այս պարագայում ԿՊԱ-ականների մեծամասնության, ես չեմ կարծում, որ բոլորը 100% այդպես են։ Բայց այո, իրենց դեմ է ուղղված, որ ոչ ոք այլևս չհամարձակվի նման հարցադրման կասկածի ենթարկել, մարդել կա այնտեղ պահանջում է, որ ցուցակներ տրվեն։ Այո։ Թերևս պետք է նաև հաջորդիվ պահանջի, որ ծննդյան վկայական, մահվան վկայական պատկերացնում եք, Անաբատում մարդն էլ ասում է պետք է մենք պարզենք ինչու կոտորվեցինք։ Ահա, ուրեմն պատկերացնում եք, որ անաբատում, չգիտեմ, կամ ինչ որ ղրերում, տափաստաններում մարդուն սպանում են եւ բանը ոչրագործը ինքը գրում է, այո, մահացավ եւ այլն։ Հեսա բան, ինչա բան։ Պարոն Ավետիքյան, ասացիք Սերժ Սարգսյանի, երբ ասացինք ինչու մենք այդ նմանատիպ նախագիծ չունենք, ասաց ինչպես Հայաստանում, դուք երբևէ կպատկերացնեք, որ կօգտագործեք Հայաստանում հայանուն ժխտողներ ձևակերպում, այն ինչ հիմա արեցիք։ Ոչ, ինչպես շատ բաներ Հայաստանում մենք անկալի դեմ հանդիման ենք գալիս ազգային իմաստով, խորքային իմաստով, չշարեմ բաները Արարատից սկսած մինչև քիչ է մնում երկու լեռներին մեր Արագած, Սիրուն գեղեցիկ լեռներին եւ Արարատին իրար հետ գրվեցին։ Դե արել են։ Այսպեսի պատկերացնում է, որ ասենք ճապոնացին Ֆուջիյամայի համար բանան է, խնդիրներ հանի եւ ուրիշ անակալ ուրեմն տարօրինակ անհեթեթ բաներ абսուրդային, ուրեմն ես չի պատկերացնում, որ այս կլինի։ Սա ինչի հետևանք է, դա ուրիշ հարց։ Այստեղ խորքային ուսումնասիրության կարիք չկա,
մակերեսով արդեն երևում են մարդիկ եւ դգետ են, անգետ են եւ սովորելու նպատակ երբեք չունեն, որովհետեւ դա իրենց ոչ մի քյար չի տալիս։ Դա է պատճառը, թե այն, որ իրենք եկել են կոնկրետ ծրագրով։ Ահա, այդ ծրագիրն էլ անհրաժեշտ է ծրագրի համար լինել, ուրեմն զարգացած պատմությանը քաչ ծանոթ, օրինակ ես գիտեմ, որ շատ-շատերը չգիտեն իրենցից, որ գնացքը կրկնում եմ, գնացքը գալիս է Թուրքիայից կամ Ղարսից գալիս էր, կանգնում ուրեմն սահմանագծին, բաները փոխում էին, որովհետև տարբեր են, չէ, երկաթուղագծերի բաները, դրանք փոխում էին եւ մտնում էր, հասնում էր այրում կայարան եւ բան։ Ուրեմն նույնիսկ դա չգիտեն։ Եվ երբևիցե չեն ասել, եթե բարի կամեցողություն ունեք, ընթരാճ եք ուզում գնալ կամ մեզ հետ հարաբերություններ մշակել, խնդրեմ, բացեք։ Այդքան բան չիմացողները ինչպես են կարողանում 7 տարի պահել իշխանությունը։ Եթե այդքան տգետ են, ինչու նրանց ձեռքից իշխանությունը հնարավոր չի։ Պետք է մեղադրենք մեր ժողովրդի մի որոշ զանգվածներին։ Դուք ասում եք մեղադրենք ժողովրդի որոշ զանգվածներին, պարոն Ավետիքյան, այս իշխանությունը։ Եթե խորանանք։ Հա, եկեք խորանանք, այս իշխանությունը Հայաստանի Հանրապետության այդ հատվածի բնակչության ինչ է ասում։ Ասում է ժողովուրդ, այլևս աշխարհը փոխվել է, ազգայինը, պահպանողականը նորաձև չէ, մոդայիկ չէ, նորաձևը լավ ապրելը։ Եթե լավ ապրելու համար պետք է Թուրքիայի հետ զիջումների գնալ, լավ ապրել, լավ ապրենք։ Ադրբեջանին, Արցախը տանք, լավ ապրենք, լավ ապրենք։ Ու մարդկանց շատերի մոտ դա ընկալելի է, որովհետև չեն ուզում կռիվ, ուզում են տնտեսապես զարգացած Հայաստան, այո, թող հյուրանոցների, տուրիստների հաշվին զարգանա, ոչ սեփական արտադրության, բայց զարգանա։ Այստեղ է սխալ ըմբռնում կա, ինչքան ժամանակ է, ուրեմն սա միայն այսօր չի պատահել, անշուշտ զարգացում է ապրել։ Եվ մենք ունենք այն, ինչ որ այսօր ռաբիս մտածողություն, ռաբիս մոդեցում, թեթևա, բան եւ այլն։ Եթե Հայաստանը չլինի, կարող ենք մենք լավ ապրել։ Հայաստան ընդհանրապես եթե չլինի, էլի նույն շատ լավ էլ կարող են ապրել, չէ՞։ Դրանով իսկ խթանելով, ուրեմն խթանում են, ուրեմն արտագաղթը։ Դրսում կարող ես լավ ապրել, հա։ Ինքը այլ բան է առաջարկում։ Ասում է դու մնա քո երկրում, Հայաստանում լավ ապրիր։ Բայց հրաժարվիր ազգային։ Հայաստանում լավ ապրել ես էլ կասեմ։ Բայց մինչ այդ ստեղծեմ մի քանի կամ վերստեղծեմ, գործարկեմ, շահագործեմ այն արդյունաբերությունը, որ մենք ունենք։ Ստեղծելու համար, լավ ապրելու համար պետք է աշխատանք։ Շատ բարձ է։ Այդ աշխատատեղը ստեղծելու համար պետք է որ դա անհատի բան չի միայն, անհատներին քաջալերող մարդ է պետք, կառավարություն է պետք, որը ինքը 7 տարի, 7.5 արդեն լինում է, չէ՞։ Որևէ արդյունաբերական հիմնարկ ես չեմ հիշում, որ ստեղծվել է։ Փակվել են, գործողներն են փակվել են եւ կփակվեն, երբ որ հարկեի եւ այլն, սա պետականություն ասվածի նաեւ ուղնուցուցը չեն հասկացել, ինչի՞ համար։ Պետականությունը, պետությունը, կառավարությունը դա համակարգողն է ամեն ինչի եւ մտածողն է ժողովրդի մասին եւ հաշվարկողը, որ 5 տարի հետո ինչ է գալու 10, 20 հաջորդ սերունդները ինչ պետք է ունենան եւ կամ չունենան։ Այս տեմպերով գնալու դեպքում հաջորդ սերունդը ինչ է ունենում։ Մենք գնում ենք դեպի անհայտ ուղղությամբ։ Մեր երկիրը դառնում են դեպի անհայտ ուղղություն, որը ոչ մի լավ բան չի կարող խոստանալ մեզ։ Ոչ մի։ Մանավանդ այս պայմաններում, այո, փոխվել են։ Պայմանները փոխվել են, համաշխարհային, ուրեմն մոդեցումներն են փոխվել, տեսնում ենք Միացյալ Նահանգներ, Տրամփ եւ Չինաստան, եվրոպական երկրներ եւ այլն, այս ամբողջը։ Մեր քթի տակ Թուրքիան այսօր ուրեմն ես երեք էի կարդում միջազգային մի զեկույց
Թուրքիան այսօր զենք արտադրող երկրների առաջին 10-յակի մեջ է։ Եվ զենքերը արտադրում են այնպիսի զենքեր, որոնք գիտություն են պահանջում, դիեզերական, անօդաչու սարքերի տարատեսակներ, նավերի եւ ռազմանավերի ուրեմն ինչ-որ նոր մոդելներ, անընդհատ գողանում, բերում, չմոռանանք Թուրքիան նաեւ ունի ներքին մի հատ ներուժ, որը իրենք օգտագործեցին բավական խելոք կերպով, դա գերմանական դաստիարակություն ստացած իրենց հայրենակիցներն են։ Թուրքերը, որոնք շատ լավ արեցին դա գործ։ Եվ ուրեմն եթե քո հարևանը զինվում է անընդհատ, դա մի բան նշանակում է, չէ՞։ Իշխանության թեզը հետևյալն է, այնքան թույլ լինենք, որ հետաքրքիր չլինենք։ Ամբողջ որ Ադրբեջանը մեզ հաղթել է, ոչ մեր թուրքական բանակն է հաղթել։ Մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է։ Գիտեք, այդ խոսքը նոր չէ։ Ես Լիբանանահայ եմ ծագումով։ Եվ այնտեղ մեկը կար, որ հետո քանդողներից մեկը եղավ Լիբանանի ներքին, այո, հայկական չէ, ոչ, քրիստոնյա արաբ լիբանանցի, որ ասում էր մեր, այո, նեն խոսքերն էին մոտ, ստերեոտիպ գողացված են դեղից, վերցված են դեղից, որ մեր անպաշտպանությունը, մեր պաշտպանությունն է, ահա, եւ սա ամենահիմար բանն է, որ կարելի է, ով ոչ ոք չի ասում, որ հա պիտի դուրս գանք ագրեսիվ մոտեցում ունենանք հարևաններին, պատերազմ ձեռնարկենք, ոչ, մենք չենք կարող նման բան ունենալ, բայց ինչպես Վարդանանց պատերազմի ժամանակ, Վարդանի ասելիքը կամ ստրատեգիան ինչ էր, կարի առավել խոցել թշնամուն, ցավացնել, որ նախքան հարձակվելը, ոտնձգություն անելը մի քանի անգամ մտածի։ Այո, մենք կարող ենք ի վիճակի անենք այդ բանը անելու։ Իմ խորին ամուսմամբ մենք հիմա հագին փողեր ենք վճարել, հագին փող, մեծ գումարներ, մեր բաներից վեր 137 միլիոն մի տեղ եւ այլն, արբանյակներ գիտող արբանյակներ ստեղծելու։ Երբ որ սրանից 35 տարի առաջ մենք կարող ենք անել դա։ Հիմա էլ կարող ենք անել, հայկական ուղեղը ցամաքել է։ Ցամաքել է, որ այս վիճակին ենք։ Ոչ, դրան պետք է պատվեր տալ։ Օրինակ, եթե հարցնես որևէ ԿՊ-ականի, ես առիթ ունեցել եմ, լավ, ինչու եք ձգտում օրինակի համար փակել գիտությունների ակադեմիա, ինչ է տալիս որ, ինչը չի տա, ոչ մի երկրում գիտությունների ակադեմիաները կամ ակադեմիական հաստատությունները, համալսարանները նկատի ունեմ, հատկապես Միացյալ Նահանգների պարագայում, ինքը ոչինչ չի տալու, ինքը կտա քո պատվերը կատարելով, պատվեր պիտի տրվի, իշխանություն գոչվածը պիտի պատվեր տա, եթե այսինչը պետք է անեք, ահա այսքան նախահայշով եւ այն, այս ձևով է միայն, որ կարող է այդ ամբողջը արդյունավորվել։ Պարոն Ավետիքյան, Հայաստանի Սահմանադրության փոփոխությանն եմ ուզում անդրադառնալ, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ասաց, ինքը կողմ է, որ մենք ունենանք նոր սահմանադրություն, որտեղ հղում չպետք է լինի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ գրված է, որ Հայաստանը պահանջատեր է այո Թուրքիայի Հայոց ցեղասպանության նկատմամբ եւ նաեւ Արցախի վերաբերյալ հղում կա, հա։ Հիմա ցեղասպանության հարցի հետ կապված, Արցախի հետ կապված այս իշխանությունը ուզում է փակել ընդհանրապես թեման։ Առանց անկախության հռչակագրին հղում անելու սահմանադրությունը, դա ինչի մասին է լինելու։ Դա լինելու է երրորդ հանրապետության վերաբերյալ սահմանադրություն, թե այլ բան։ Դա չի կարող անելի։ Դա չի կարող անել։ Ինչպես չի կարող։ Չի կարող, որովհետև մեր սահմանադրության մեջ կան հիմա չեմ կարող հոդվածները հիշել թվերով։ Կան շատ կարևոր մի քանի հոդված, որը արգելվում է, մի հոդված, որը արգելում է հղում անելով նույն սահմանադրության եւ առաջաբանին եւ այդ որ նոր ասացիք եւ մյուս կետերին, որոնց այնտեղ շատ հստակ գրված է, որ դրանց ուրեմն չհարգելը
հանցագործություն է։ Արցախը թշնամուն հանձնելն էլ էր հանցագործություն, բայց այո, դա էլ է հանցագործություն, որովհետև մենք եւ հետեւաբար Արցախը հանձնած եւ անպատիժ մնացած մարդը չի կարող նոր սահմանադրություն ընդունել առանց անկախության հռչակագրի։ Այո, կարող է։ Ուրեմն քանդելու գործը, հանձնելու գործը ամենահեշտ բանն է, որ իրենք ուզում են անել։ Եվ սահմանադրության մեջ ոչ միայն այդ կետերը կփոխվեն վստահ եմ, ոչ միայն հղումը դեպի մեր անկախության հռչակագիր հետ կհանեն, այլ նաև ուրիշ բաներ, որոնք անմիջապես իրենց հետ կախված են։ Եթե նույն ձևով մեր հանրությունը, ճիշտ է շատ են խոսում, ժողովուրդը չի անում եւ այլն, բայց հանրության ժողովուրդն էլ առաջնորդվում է հանրության ասես մի ինչ-որ կորիզ է լինում, դրա միջոցով է անում այդ ամբողջը։ Եթե չկա այդ, ուրեմն պետք է խաչը քաշենք։ Ինչի վրա։ Մեր բոլորի վրա։ Այդպես արդյոք ոչ, ես միշտ հավատացած եմ, որ փոխվելու է։ Ինչ-որ բան փոխվելու է։ Ժողովուրդն է փոխվելու իր մտածողությամբ, թե իշխանությունը։ Ժողովուրդը չի տեսնում այլ տարբերակի ակտիվ ուժեղ ներքին առաջնորդությունը չի ստանում։ Ինչու՞։ Դուք ասում եք, շատերն են ասում են հայ ժողովրդի արգանդը չի չորացել, մենք ունենք ուղեղներ, մտածող մարդիկ, պետականամետ մարդիկ, ուր են։ Էլ ինչ պետք է լինի, որ այդ մարդիկ երևան։ Առաջնորդողներն պետք են, հիմա ես չգնանք դեռևս այդ տխուր իրականությանը, որ առաջնորդողների մոտ կան ներքին մրցակցություն, ասեմ, անբացատրելի, որը ես ինչ-որ իրար հաշի մաքրելու, հիշեցումներ կատարելու, որոնք ոչ մի այս պահին, ոչ մի բան չեն տա։ Այն ինչ որ պատմաբանները հետագայում կարող են այլ թողան նրանց վրան թողեն, բայց միմյանց մեղադրել է, ես դա կոչել եմ ուրեմն մի հոդված ունեմ, որի վերնագիրն է ուխտի բարը որտեղ է բռնում։ Կամրջի վրա։ Այս մեր բարագայում խարխուլ կամրջի վրա։ Դա ուխտի բարի նման է։ Եվ այս իմաստով միշտ է ժողովրդի հասկացող մասը, զգացող գոնե մասը, եթե ոչ մտածող, զգացող մասը դրան է սպասում։ Դուք ասում եք առաջնորդներ, իսկ առաջնորդները գուցե չեն հայտնում, որովհետև իրենք ստեղծված իրավիճակում այլ առաջարկելու բան չունեն։ Գուցե Փաշինյանը Հայաստանի ռեսուրսները մսխել է այն աստիճան, քանդել է ամեն ինչ այն աստիճան, որ հաջորդ եկողը չգիտի ինչպես է առաջարկելու այլ բան։ Չգիտեմ ես դա, չեմ կարող ասել, թե բան չգիտեմ, չեմ կարծում։ Փորձված մարդիկ, տանջված մարդիկ, փորձով իրենց եւ խելացի մարդիկ։ Մեզ փորձով տանջված մարդիկ են հիմա պետք, թե նոր դեմքեր։ Իհարկե նորերին ես միշտ կողմնակից եմ, չեմ շողոքորթում, ուրեմն, բայց դրանց համար պետք է այն առաջնորդող ֆլագմանը, դրոշակակիրը, առաջ տանողը, որին կհետևեն եւ համարձակություն կստանեն եւ շուտով իրենք ձեռք կառնեն ամեն ինչ։ Ինչ են ասում շատերը, որ մենք պետք է հաշվի նստենք իրողության հետ եւ ժողովրդի հետ անկեղծ լինենք, ասենք, որ այն Հայաստանը, որը դուք տեսել եք 30 տարի, դա չկա, այլևս չի լինելու, առժամանակ փակել Արցախի էջը, որովհետեւ հիմա իրատեսական չէ արցախցիների Արցախ վերադառնալու մասին խոսել, եւ այդ պարագայում, երբ ընդունում ենք դա որպես հիմք, մենք ինչ ենք առաջարկելու հայ ժողովրդին։ Առանց Հայոց ցեղասպանության հարցի, առանց Արցախի, մենք ինչպիսի երկիր ենք առաջարկում, ինչպիսի մոդելով։ Տեսեք, քիչ առաջ ասում էի, որ աշխարհում կան նման օրինակ որոշակի իրավիճակներ տարբեր երկրների միջև։ Այդ ձևով մտածելու պարագայում, ուրեմն պետք է, որպեսզի մենք կարողանանք դրան, ասենք պետք է Շոտլանդիա գնալ։ Իռլանդիա գնալ իսային։
Ինչու իրենք վատ են ապրում։ Իրենք վատ են ապրում շոտլանդացիք, իռլանդացիք։ Ոչ իրենք, բայց չեն հրաժարվում իրենց անկախանալու ձգտումներից երբեք։ Են էլ հզորագույն կայսրություններից մեկի Միացյալ Թագավորության։ Եվ դրա համար իրենք չեն հալածվում։ Անգլիացիները, զուտ անգլիացիները ասում են իրենք Շոտլանդիայի մասին։ Ականջով լսել, իրենց վեճին հետևել են, ասում են Շոտլանդիան Միացյալ Թագավորության ամենակարևոր մասն է։ Եվ վերջ, ուրեմն պետք է այդ մարդիկ ինչի չեն հրաժարվում իրենց իրավունքներից։ Պատկերացնենք, եթե մենք հրաժարվում ենք մեր իրավունքներից, որը մեկ կողմից մեր Արցախն է, մյուս կողմից Արևմտյան Հայաստան, Կիլիկիա եւ այլն, ուրեմն պետք է պատկերացնենք նաեւ գաղափար ունենանք, թե ինչ ենք կորցրել։ Ոչ թե կորցրել ենք միայն կյանք, երդասարտություն, մարդուժ, այլ նաեւ կորցրել ենք հսկայական կալվածներ։ Իմ յուրաքանչյուրը կարող է օրինակ տալ, իմ օրինակը չբերեմ, շատ անձնականացված կլինի, բայց յուրաքանչյուրը գիտի, թե ասենք մուշում ինչ ունեն, ինչ կալվածներ ունեն, լքված գույքեր այս անվան տակ աշխատություններ կան եւ անձնական ունեցվածքի եւ հասարակական հանրային ունեցվածքի հայկականի մասին է խոսքը եւ այդ բաները եթե մենք իրար վրա գումարենք ինչ է ստացվում եթե մենք ունենայինք այդ ամեն ինչը տեսեք 100-ամյակի առիթով փակագից 100-ամյակի առիթով Միչայլոց թուրքական մի պատմաբան ասեմ ուսումնասիրող հավաքորդ հրատարակեց կոչվում էր Օսման Քոքար հրատարակեց մի գիրք 100 տարի առաջ հայերը Օսմանյան գայսրուը Թուրքիայում ամբողջ տարածքում ուրեմն 80%-ը բոլոր հյուրանոցների հանգստյան տների հայերինն են պատկերել են հայերի օրինակ նկարներով դրված են դրան եւ այլն ու պատկերացնում եք որ դրանք իրենց հայապատկան լինեին շարունակել լինել այդ պարագայում մենք ինչպիսի հարստություն նյութականի մասին է խոսքը բայց լրիվ հակառակն է տեսեք հայը այսօր ապրում է իր կենսատարածքի ընդամենը 10%-ի վրա դրանից էլ քիչ այսինքն հայը սովորել է երևի անընդհատ արարել ստեղծել փողնել հանձնել տեղափոխվել այլտեղ հայկական սպეციფიკա է սա սովորել է հա թե այդպես հեշտ է պարտադրվել է ես կարծում եմ որ պարտադրվել է իրեն պարտադրվել է դրա տեսել է որ իր ուժերը շատ ավելի տկար են քան թե եւ այլն բայց դա ուրեմն հանձնվողականության անձնատուր լինելու զգացողությունն է որը տարօրինակ է իսկապես տարօրինակ անձնատուր լինելու թե նաեւ դասեր չքաղելու դե մեկը միշտ հետ կապված է երբ որ դու կարող ես ոչ թե անձնատուր լինել այլ դիմադրել այդ պարագայում ուրեմն դու դասը շատ էլ լավ քաղաք կլնես Տեղյակ եք ու տեսնում եք թե ինչպեսի քաղաքականություն է վարում Հայաստանի այս իշխանությունը ասում է ամեն ինչ անում է մենակ թե կռիվ չլինի այս 29700-ը պահեմ ինչ գնովել ուզում է լինի ինչ զիջման գնովել ուզում է լինի բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից անընդհատ ակտիվացող խոսույթը այդ Զանգեզուրի միջանցկացվածի վերաբերյալ ձեր գնահատմամբ ստեղծված աշխարհակաղակական զարգացումների ֆոնին ի վերջո Սյունիքի մարզի գլխին կուտակված ամպերը երբ են այն կողմանցնելու դա մեծ թեմա է իսկական ես իմ տեսակետը ունեմ թե ինչ պետք է արվի եւ այլն բայց այս ձևով հանուն խաղաղության այսպես կոչված շագերտներում այս կեցվածքը այս մոտեցումը կբերի նոր պատերազմի նոր պատերազմ
միակողմանի պատերազմի մասին եմ խոսում ես։ Այսինքն ագրեսորը կարձակվի քեզ կխեղդի քո բնի մեջ։ Եվ այնքան ժամանակ, որ մենք շարունակենք այս ձևով пассив մնալ, այդ պարագայում շատ ավելի հեշտ կլինի նրա համար եւ հասանելի կլինի այնինչ որ ուզում է։ Ինչ վերաբերում է Սյունիքին, ես տեսակը դա այն է, որ Սյունիքը կարող է Հայաստանի բարգավաճման, բացառիկ բարգավաճման, ուրեմն անցակետ լինել։ Սկսած, որին պետք է կմիանա անպայման Մեդաքսի ճանապարհը Չինաստանից մինչև Եվրոպա, ընթացքում մյուս երկրները, որի համար մենք ոչ մի բան չենք անում։ Պարզապես ասում ենք դա ով պետք է վերահսկի, այս իշխանություն կոչվածը, քո հողի վրա դու պիտի վերահսկես։ Բացի այդ, մենք կարող ենք ճանապարհները սկսել արդեն այսօրվանից, երեկվանից կարող ենք սկսել ճանապարհները բացել, սարքել եւ ասել, համեցեք։ Զինաթափ անելով քաղաքականորեն զինաթափ անելով բոլոր մեր ուրեմն ողերի հարևանների։ Բացել են։ Այս իշխանությունը Ադրբեջանին Հայաստանի 3 տեղով անցակետեր է տվել, ասում է եկեք գնացեք Թուրքիա, ոչ մի խնդիր չունեք։ Բայց ինչ է ասում թշնամին։ Միջանցքի ուզում։ Մասին չէ։ Դա զորով վերցրել են իրենք իրենց դիրաբեդության տակ, իրենց ավտոմատիկ գրակի տակ են վերցրել։ Սա ուրիշ բանի մասին եմ ասում։ Այն ծրագիրը, որ գույություն ունի, որ վերջերս այդ մասին խոսեց ինչ այդ կնոջ անուն մի քիչ ֆոն դեր Լայն Ուրսուլա ֆոն դեր Լայն Ուրսուլան, այո, Միջին միջանցքի մասին, այո, ու որ հայտարարեց, որ 13 միլիարդ դոլարի, ուրեմն չէ, եվրոյի, ուրեմն ծրագիր կա եւ այն։ Խնդրեմ, սրանից առաջ էլ էին գրգնել։ Նույնիսկ Հայաստանի մասով, նույնիսկ Հայաստանում ուրեմն թունելներ բացելու մասով խոստացել էին գումար, ոչ թե խոստացել էին անպայման, այլ ծրագրի մեջ դա էին ցույց տվել մեզ։ Հիշում եմ մինչև $700 միլիոն միայն թունելների կառուցման համար էին տվել։ Ուրեմն դու պետք է նախաձեռնող լինես։ Պետք է նախաձեռնող լինենք։ Եթե այս մարդիկ լուրջ էին, եթե մտածում էին հեռուն, եւ այդ պարագայում կոմասը սարքում ես եւ ասում, խնդրեմ, որևէ բան այնտեղ որևէ արգելք չկա, բարձրապես պետք է փողը վճարես եւ ինչ որ բան լինի, այսինքն փողը վճարես անցագետում եւ վերջ գնարի։ Ուրեմն մենք այդպիսի բաներ, կռվաններ, գոզերներ չունենք հիմա մեր ձեռքում, ոչ մի բան չենք կարող ասել, եթե դուք այս չանեք, մենք այս կանենք եւ այլ, չկա նման բան, նման խոսակցություն չկա, գլուխները ծրելով, չգիտեմ գնում խոսում են, ներկայացություններ ունենք եւ այն կողմ եւ այս կողմ, այսինքն եւ Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ, բայց ինչ են խոսում այդ մարդիկ, ինչի շուրջ, խաղության հետ թուղթը, թուղթ ստորագրելու, պայմանագիր ստորագրելու, ինչ ենք անելու, կպատրենք կցեք, բան չի անում, դա ոչ մի բան, դա երաշխիք չէ մեզ համար, մեր անվտանգության համար եւ այլն։ Երկրորդ, այո, Արցախյան հարցը, դա չենք կարող մենք, ոչ թե մոռանալ, չենք կարող ձերքից բաց թողնել։ Եվ նաև կուզեմ անդրադառնանք Ազգ շաբաթաթերթում հրապարակված Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի
ասած մի ձևակերպմանը, թարգմանություններ դա ձեր շաբաթաթերթում էր հրապարակվել։ Արմեն Սարգսյանը ըստ հրապարակման Ադրբեջանի նախագահ Ալիևին է փոխանցել հետևյալ ձևակերպմամբ իր պատգամը, մեջբերում եմ 28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը թույլ, մենք դիրացանք Ղարաբաղին, ձեզ նվաստացրեցինք եւ ձեզ հետ չբանակցեցինք, 28 տարի ձեզ ստորագրեցինք եւ այսօրն ընկանք, դուք մեր սխալը չկրկնեք։ Այս հրապարակումից հետո 4-րդ նախագահի գրասենյակն արձագանքել էր, թե իբրև սխալ թարգմանություն է տեղի ունեցել, այնուհետև դուք եք արձագանքել, ի վերջո ինչ տեղի ունեցավ։ Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի հարցազրույցին է, հա, սա վերաբերվում, ինչ տեղի ունեցավ։ Դա նախ այդ հարցազրույց չէ, այլ Զարիֆի հուշերն։ Նամակներից, հուշերից։ Իր հուշերն են, որքանով ես չեմ կարող երաշխիք չունենք, բայց չեմ կարծում, որ նա սխալ բան է գրել։ Ինչ վերաբերում է մեր, ուրեմն աշխատակցի շատ հայտնի իրանագետ, երկու անգամ Իրանում Հայաստանի դեսպան եղած անձը Գրիգոր Արաքելյանը, շատ լուրջ մարդ, ուրեմն լրջությամբ եւ ամենայն ուրեմն բանով ինքը թարգմանել է այնինչ որ գրված է այնտեղ։ Այդ գրվածի դեմ, եթե նախագահը նախկին ունի արարգություն, դա մեզ չպետք է տա։ Այդ արարգությունը պետք է ուղարկի հենց Մոհամմադ Զարիֆին։ Մենք այնտեղ գործ չունենք։ Մենք տվել ենք այնինչ որ տպված է, թարգմանությունը չեմ կարծում, որ այնտեղ որևէ սխալ գտնի եւ ինքը պետք է իր բողոքը կամ կարծիքը ներկայացնի հենց իրանական կողմին։ Գուցե Արմեն Սարգսյանը չի ուզել, որ մարդիկ իմանան, որ ինքը ասել է Ալիևին, դուք մեր սխալը չկրկնեք։ Այդ մակարդակի մարդիկ պաշտոնյաները իրավունք չունեն այդպիսի ծանր, լուրջ, լրջագույն սխալների։ Իրավունք չունեն։ Եթե արել են, ուրեմն պետք է հանդուրժեն նաև քննադատությունը։ Շնորհակալ եմ։ Խուսափում չկա։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ 168 TV-ի եթերում զրուցակիցս այսօր Հակոբ Ավետիքյանն էր, այսքանը ցտեսություն։